Սիրելի հայրենակիցներ, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատմականորեն հիմա մի շրջափուլում է, երբ ապրում եւ դեռ ապրելու է իր լավագույն օրերը հայ ժողովուրդը եւ Հայաստանի Հանրապետությունը։ Եվ սա ուղղակի կարծիք չի, սա արձանագրում, սա փաստ է, սա պատմականորեն։ Եկեք հետ գնանք 100 տարի առաջ, 200, 300, 400, եկեք ինչքան ուզում ենք հետ գնանք։ Նման ժամանակաշրջան, երբ որ հայ ժողովուրդը ապրում է իր սուվերեն ինքնիշխան հողի վրա, անվտանգ եւ խաղաղ պայմաններում իր հարևանների հետ, մենք չենք գտնելու։ Եվ հիմա այս պատմական իրողությունները ցավոք սրտի մեր երկրի ներսում փորձում են ուրեմն գողանալ, էլի կատարելով երրորդ երկրների պատվերներ եւ էլի փորձ անելով Հայաստանը դարձնել ազդեցության գոտի։ Չի ստացվելու, Հայաստանի Հանրապետությունը վաղուց արդեն ազդեցության գոտի չի եւ չի ստացվելու։ Հայաստանի Հանրապետությունը երբեք պատմականորեն չի ունեցել նման բարձր միջազգային վարկանիշ։ Դա փաստում են վերջին իրադարձությունները, վերջին տարիների իրադարձությունները, վերջին նախորդ շաբաթվա իրադարձություններն էլ միջազգային այնքան շատ էին, որ չենք էլ հասցնում արդեն դրանք վերլուծենք եւ մատուցենք մեր հանրությանը։ Եվ քանի որ բոլոր թեզերը ջարդված են արդեն շատ վաղուց, Միջանցքից էին խոսում, գործընկերներս շատ լավ հիշեցումներ արեցին, Տավուշից էին խոսում 4 գյուղերը, Կիրանցը, հեսա էս բլուրը կտանես, լերես, թուփը, էս են անում, են անում, հեսա, հիմա պարզա որ ջախջախված են այս բոլոր թեզերը եւ ընդդիմությունը, քանի որ թեզերը ջախջախված են, բայց ըստ էության նպատակները փոխված չեն նրանց, փորձում են հիմա այլ նարատիվներ գեներացնել, գալ խոսալ ինչ որ թիրախներ են ընտրում, թույլ տեղեր են ընտրում, թոշակներն են ընտրում, աղքատության մեջ գտնվող մեր հայրենակիցներին են թիրախավորում ըստ էության եւ փորձում են նրանց ուրեմն խնդիրներն օգտագործել եւ գալիս են այստեղ ինչ որ թոշակներից են խոսում օրինակ մարդիկ ում խմբակցության 90%-ը երևի ապօրինի գույքով անցնում իդե պետությունը շատ մեծ գումարներ է ծախսում որպեսզի այդ քննություններն իրականացնի բացահայտի եւ ապօրինի գույքերը վերադարձնի Պարոն Թադևոս Ավետիսյանին կառաջարկեմ իրանց խմբակցության նիստին հավաքի բոլորին ասի ժողովուրդ ջան ձեր ապօրինի գույքերը որ այդքան փող է ծախսում պետությունը հետ բերելու վրա հավաքեք իրար գլխի սիրուն տարեք վերադարձրեք պետական բյուջե եւ առաջարկով հանդես եկեք որ ընդդիմության ապօրինի գույքերով ուրեմն բարձրացնենք թոշակառուների թոշակները որովհետեւ Հայաստանի Հանրապետության պետական ռեսուրսներով ցավոք սրտի շատ արագ եւ միանգամից չի ստացվում դա անել Այս տարիների ընթացքում մենք 3 անգամ բարձրացրել ենք ուրեմն նվազագույն բազային թոշակի չափը եւ ավելացրել ենք նաեւ առողջապահության ապահովագրությունը եւ ժամանակը սպառվում է մի թեմա էլ անդրադառնամ ասում են Հայաստանում կան քաղբանտարկյալներ եւ նրանց փորձում են լրացնել ուրեմն կալանավորելով նախ Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալներ չկան եւ երկրորդ ձեր նշած ճակերտավոր քաղբանտարկյալներն ասում են շատ կոնկրետ հանցագործություններով եւ խոսելն ենք ուզում լրացնել ձեր որևէ այդ հանցագործության մեջ մեղադրվող ընկերներից մեկին ուղիղ եթերի կամերան պահես վրենքը ոչնչանա ինչ պետք է խոսալ գիտեն որ մի հատ էլ խոսան հետեւաբար սիրելի հայրենակիցներ մենք շարժվում ենք մեր նպատակների հետևից մենք խոստացել ենք որ ապահովելու ենք առնվազն 100-ամյա խաղաղություն հայ ժողովրդի համար եւ մենք անշեղորեն գնալու ենք այդ ճանապարհով Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար